Մենք տեսանք այդ դեպի Սուրբ Աննա ուխտ երթի ժամանակ, որտեղ իրանք այդ գրել էին ուխտերի երթ, հետո իհարկե սխալը ուղեցին։ Պատգամավորներից մեկն էլ էր ասում ուխտաերթ։ Հա, ուխտաերթ, հա, մենք տեսանք այդ իրանց ուխտաերթի ժամանակ հերթական անհավասարակշիռ վիճակում գտնվող, հերթական անգամ հիստերոիդ վիճակում գտնվող Խաչատուր Սուքասյանին, որը հերթական անգամ հարձակվեց լրագրողի վրա եւ ակնհայտորեն, եթե ես այդ լրագրողի տեղը լինեի, կողքի դեղատնից մի հատ վալերիանկա կառնեի, կտայի այդ անձնավորությանը, բայց հերթական անգամ ինքը սկսեց խոսալ Սերժ Սարգսյանից, ոգևորվեց, վրդովվեց, եթե այդ անձնավորությունը գոնե մի քիչ հոգեբանություն կամ պսիխոանալիտիկային տիրապետեր, կհասկանար շատ պարզ ճշմարտություն այն մարդկանց, ում դուք չեք կարողացել հաղթել, բայց միշտ ներքուս ցանկացել եւ ձգտել եք դեպի այդ մարդիկ, ինչպես ես տեսել եմ, թե ինչպիսի ջոկոնդայի ժպիտով էր նույն գրզոն Սերժ Սարգսյանին դիմավորում իր ռասիա մոլի բացման ժամանակ եւ դա իր համար իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր, փաստորեն այդ մարդը այդ իր պահվածքով եւ անընդհատ Սերժի անունը տալով հերթական անգամ ապացուցում է հոգեթերապիայի կարևորագույն բաղադրիչներից մեկը, ինքը բարդույթ ունի երրորդ նախագահի հանդեպ, ինքը հասկանում է, որ ինքը չի կարողանում իր մեջ անգամ այդ մարդուն հաղթել եւ դրա համար ինքը նախորդին Սուրբ Աննայի մոտ հայտնվել էր բավականաչափ ծանր հոգեկան վիճակում, ինչը վերլուծելու համար առաջարկում եմ բացել հոգեբանության եւ հոգեբուժության դասագրքերը եւ կարդալ տիպիկ ուրեմն վերլուծություն, ախտորոշում, որի անունն է տղամարդու հիստերիա, դա հստակ հոգեբանական դիագնոզ է եւ փորձել հասկանալ, թե որ դեպքերում է տղամարդը ընկնում են վիճակում, ինչ վիճակում մենք տեսանք սույն ԿՊ-ական պատգամավորին։